քանի որ նախագիծը առաջին ընթերցման շրջանակներում մանրամասը ներկայացվել եւ քննարկվել է հանձնաժողովում, ներկայացնեմ միայն այն փոփոխությունները, որոնք առաջարկել է կառավարությունը։ Նախ եւ առաջ մենք խմբագրական փոփոխություններ ենք կատարել նախագծերում, որոնց մասին չնշեմ, դրանք առկա են անփաթերթում, բացի դրանից մենք նաև վճարները, որոնք պետք է գանձվեն այդ ծանոթությունների համար, սահմանում ենք որպես պետական տուրք եւ նաև պետական տուրքի չափերն ենք նախատեսում, այնպես ենք նախատեսում, որպեսզի այդ էլեկտրոնային ծանոթությունները շատ ավելի մատչելի լինեն, քան թղթային ծանոթությունները, որպեսզի դրանով խրախուսվի էլեկտրոնային ծանոթությունների իրականացումը։ Մենք նաև հնարավորություն ենք նախատեսում, որպեսզի ֆիզիկական անձը, եթե հեռախոսահամար է տրամադրել, պետությանը որևէ ծառայություն օգտվելուց եւ դա փոխկապակցված է իր այդ հանրային ծառայությունների համարի նիշի հետ, ապա ծանուցման մասին նաև տեղեկացվի հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով, որ հարգելի քաղաքացի, օրինակ քո փոստում առկա է ծանուցում։ Սա կարևոր հանգամանք է, որը մենք ֆիքսել ենք նախագծում։ Նաև մենք առաջարկում ենք, որ այն դեպքում, երբ որ էլեկտրոնային ծանուցումը, եթե ֆիզիկական անձը չի մտնում, իր փոստ եւ մուտք չի ապահովում, ապա այդ դեպքում ծանուցումը իրականացվում է նաև փոստային կապի միջոցով, այս դեպքում փոստային կապի օպերատորը պետք է հասանելիություն ունենա տեղեկատվությանը, որպեսզի կարողանա այն ծրարով ուղարկել քաղաքացուն։ Ի սկզբանե մենք նախագծում նախատեսել ենք, որ եթե անձը համաձայնություն է տվել, որ միայն էլեկտրոնային եղանակով իրականացվի, ապա միայն այդ եղանակով է իրականացվում։ Հիմա որպես երաշխիք բացառություն ենք նախատեսում այն դեպքում, երբ որ անձը օրինակ հոսպիտալացված է եւ հասանելիություն չունի էլեկտրոնային միջոցներին, որպեսզի այդ դեպքում իր պատշաճ ծանուցման իրավունքը ապահովի։ Եվ նաև կառավարության որոշմամբ կսահմանվեն իմ նշած այդ տեղեկացման կարգը, այսինքն թե ինչպես է իր ծանուցումը նաև հավելյալ էլեկտրոնային փոստի կամ հեռախոսահամարի միջոցով ուղարկվելու։ Նախագծում նաև նախատեսվել են եզրափակիչ եւ անցումային դրույթներ։ Հիմնականում այսքանն է, Տիկին Ջորակյան, հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ։